մեկտեղները ձեններդ կտրեք։ Փաշինյանը վերջին ժամանակներս բոլորին է զզվացրել։ Այդ ազգանունը չեմ ուզում լսեմ։ Արդեն պետք է գնամ այսօր տունը հաց չուտեմ, այդ ազգանունը մի ասել։ Մենք իրեն ատում ենք։ Համաժողովրդական սիրո խորհրդանիշից համազգային ատելության ու զզվանքի մարմնացում դառնալը մեկ քայլ էր եւ այդ քայլը արել է Նիկոլ Փաշինյանը։ 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ սա են ցույց տալիս Հայլուրի բոլոր հարցախույզները։ Սաղիկ պետք է տանեմ լսեմ ԱԱՑ-ի պատվալը։ Կառավարության նշտաս, վերջ։ Ես ձեզ չեմ վիրավորում, դուք եք մի վերավորեք։ Չի տեսնում, որ ժողովուրդը ոնց է խոսում իր մասին։ Տեսնում է, լսում է ու արձագանքում։ 2025-ը քաղաքական որակված կալանավորումների, ընդդիմախոսների բերանը փակելու, ժողովրդավարության բաստիոնը բռնապետության օժանի վերածելու տարի էր։ Բաստիոնի երկրորդ քաղաքում տարեսկզբին ինչ-որ բան սկսեց թարս բուսնել, երբ Բալասանյան դաշինքի ավականու բոլոր անդամներն ու քաղաքապետը անսպասելի հրաժարական տվեցին ու շուրջ 2 ամիս Գյումրին կառավարման ճգնաժամ ապրեց։ Իշխող քաղաքական ուժը դեկտեմբերյան պրայմերիզով ժամանակավորապես քաղաքագլուխ կարգեց անկուսակցական Սարիկ Մինասյանին, նա անմիջապես դարձավ ԿՊԱ-ական։ Չելնին պրայմերիզը, վալբերիզը, այդպես չդեմ ինչ բաներ են, կապիկություններ են։ Պարզվեց, կապիկությունը չէր էլ սկսվել։ Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանությունը չկորցնելու համար Նիկոլ Փաշինյանը միացրեց նախկինների թալանի մասին մաշված սկավառակը։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Բայց իր Սարիկին մարդկանց սրտերը մտցնել չստացվեց։ Այդ ձերբակալելն ինչ որ դες վախենում եք։ Ես ասել եմ մի անգամ Պողոս Արաքյալն է ձերբակալվել, Հովանես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, այդ ինչ եք դες վախենում ձերբակալվելուց։ Ձերբակալվելու կանխազգացումը սրտում Վարդան Ղուկասյանը բոլոր ընդդիմադիրներից շատ ձայն հավաքեց մարտի 30-ի ընտրություններում։ Բայց հին հաշիվներ կային, որ խանգարում էին ընդդիմադիրներից Մարտուն Գրիգորյանին Վարդան Ղուկասյանին միանալ։ Հետընտրական անորոշությունը շարունակվեց 4 օր, ի վերջո միասնական ընդդիմությունը հաղթեց ՔՊԻ Սարիկին։ Վարդան Ղուկասյանը նորից ընտրվեց քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 տեն։ Միասնություն դաշինքը միանձնյա հաղթանակ տարավ Փարաքարում։ Միասնությունն է, որը հաղթեց։ Վոլոդիա Գրիգորյանին օդ բարձրացրին շտաբում։ Բայց միասնությունը Նոր Հայաստանում երկար կյանք չունեցավ։ Վոլոդիա Գրիգորյանի տան մոտ դիմակավորված մարդասպանը 18 փամփուշտ արձակեց համայնքապետի ու նրա 2 ընկերների ուղղությամբ, ողջ մնաց միայն Արծրուն Գալստյանը։ Իշխանական քարոզչամեքենան քննությունը չսկսված վենդետա անվանեց կատարվածը։ Պաշտոնանկություններ եղան ոստիկանությունում, ԱԱԾ-ում եւ քննչական կոմիտեում, արմավիրցի իրավապահների թերացումներ պատճառը հավանաբար։ Վոլոդիա Գրիգորյանին ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանին սպանելու մեղադրանքով կալանավորված Գևորգ Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ սպանությունից առաջ 1 ամիս զենքով մարզվել է։ Բայց փոքր համայնքում հնարավոր չէ այդ ամեն ինչը տեսնել։ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունից 3 շաբաթ անց Փարաքարի ավականին նոր համայնքապետ ընտրեց միասնություն դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։ Օնիկ Ախվերդյանն ընտրվում է համայնքի ղեկավար։ Ընտրվելուց հետո մահափորձի մասին մի քանի անգամ ահազանգեց Վարդան Ղուկասյանը, բայց նրա ճակատագիրը ուրիշ հուն ունեցավ։ Վախեցող չկա, ընկճվող չկա։ Միայն առաջ։ Այսպես պատասխանեց նա Փաշինյանի իր մասին խորհրդարանի ամբիոնից արած հայտարարությանը, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտել հանրային դաշտից։ Մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Այս հայտարարությունից 20 օր հետո դիմակավոր ԱԱԾ-ականները մտան Գյումրիի քաղաքապետարան։ Ուղղակի գողացան քաղաքապետին, ընտրված քաղաքապետին։ Պատուհանները քաղաքապետարանի հետնամուտքի դուռը կոտրելով ուժայինները տարան Վարդան Ղուկասյանին գրեթե 6 ժամ տևած քննչական գործողություններից հետո։
Եվ ոչ միայն նրան, քաղաքապետարանի նկուղի դռնից դուրս բերեցին քաղաքի գլխավոր ճարտարապետին։ Տարան նաև քաղաքապետի պաշտպանության համար փողոց դուրս եկած տասնյակ մարդկանց։ Փարաքարի ու Գյումրիի սցենարները ի սկզբանե բացառելու համար վաղար շաբաթի ընտրություններից առաջ ՔՊԱ-ականները գործի դրեցին ազդեցության բոլոր լծակները։ ՔՊ-ն հաղթեց վաղար շաբաթում ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի փոշիացրած ձայների հաշվին նաև։ Մայիսի վերջին, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդին փաստեր ներկայացրեց Արցախի էթնիկ զտման մասին, գերիների վերադարձի անհրաժեշտությունից խոսեց, հիստերիա բարձրացրեց Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալաշուք Փաշազադեն։ Նա ռևանշիզմի մեղադրանք ներկայացրեց մեր եկեղեցուն։ Կատարելով Ալիևի հրամանները մոլլի հրամանները։ Հանրության հիշողության մեջ հենց այդպես էլ ամրացավ, մոլլայի հրամանից հետո Փաշինյանը մի օր արթնացավ, կառավարության նիստին տարավ բերեց, չուլանացված անվանեց մեր եկեղեցիները։ Մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Հենց այդպես էլ սկսվեց տարվա ամենահյուծիչ արշավը։ Փաշինյանը ձեռնոց նետեց 1700-ամյա մեր եկեղեցուն։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Հակաեկեղեցական ստատուսագրության երանգները օր-օրիթ հնդացան, մի օր էլ Փաշինյանը աշխարհի կանունով դիմեց կաթողիկոսին, փաստ անվանեց այն, որ նա զավակ ունի ու հայտարարեց, որ կաթողիկոսական նոր ընտրությունների համար համակարգող խումբ է ստեղծում։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայրեր, օրենքիլսես, ստանձնել եք երկրի գլխավոր գինեկոլոգի եւ ուրոլոգի ֆունկցիաները, երկրի թիվ 1 հարցը դուք դարձրել եք սրա նրա կուսությունը ստուգելը։ Մեր աշխարհի երրորդ համաշխարհային պատերազմի շեմինա, մենք հղյուցան թեստը վեկալա ստուգում ենք անում, ամոթա։ Գարեգին II-ի կուսակրոնության հարցի քննարկումների եւ իր թլպատված չլինելը ապացուցելու խոստումների արանքում Փաշինյանը Facebook գծեց հոդված ՔՊ-ի Civic AM կայքից։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի եւ Վեհափար Հայրապետի լուսանկարների կոլաժով հեղաշրջման պլան վերտարությամբ։ Այս մարդիկ կարմիր գծեր չունեն։ Այս մարդիկ որևէ խղճի բարոյականության զգացում անգամ չունեն։ 9 տասնյակ խուզարկություններ եղան սրբազան պայքարի աջակիցների բնակարաններում։ Հայտնաբերեցին գործողությունների պլաններ, մետաղական իրեր, ճայթուկներ, ծխարցակող միջոցներ, օրինական զենքեր, փաստաթղթերով։ Հատակ մաքրելու ձողեր դուրս բերեցին հենց Բագրատ սրբազանի կեցավայրից ու առգրավեցին, որպես ծրագրված ահաբեկչության գործիքներ։ Նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել։ Սուրը պատյանը դրեցին ՔՊԱ-ականները Փաշինյանին կարգելով մի նոր հոկտեմբերի 27 կանխած առաջնորդ։ Այ աստված, ճիշտ է, մի կողմից ասում են լացը գալիս է, բայց խնդալն է գալի, փոխանակ լացը գա։ Սկսվեցին անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ դատավարությունները։ Բագրատ սրբազանը մինչև հիմա կալանավորված է, միայն հնգամսյա կալանքից հետո դատարանը փոխեց սրբազան պայքարի աջակից Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը։ Անոքուդե եկեղեցու դեմ սուրճ ջոջելը։ Որևէ իշխանության օրոք խոսքի սրությունը չկորցրած Միքայել Սրբազանին հասավ Փաշինյանը։ Համ երկու հոգևորականի կարող է բանդարգես, մի երկու հոգևորականի ոչնչացնես, մի 40 եկեղեցի քանդես, մի 50-ը փագես։ Բայց եկեղեցին ոչնչացնել չես կարող։ Հենց ինքը դարձավ մեկը բանտարկված հոգևորականներից։ Խուզարկեցին նախ նրա Գյումրիի կեցավայրը, երբ պարզեցին, որ Էջմիածնում քահանայից ժողովի է Սրբազանը, իշխանազավթման հրապարակային կոչի մեղադրանքն առած մայրաթոռներ խուժեցին Սևազգեստ ԱԱԾ-ականները։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Միքայել Սրբազանը 3 անգամ հոժարական փորձեց նստել ուժայինների մեքենան, բայց քաղաքացիները թույլ չտվեցին։ Որոշիչ հաղթանակ տարան մարդիկ երրորդ փորձի ժամանակ, փակելով Վեհարանի դարպասը։ ԱԱԾ-ն նահանջեց այն մեքենայով, որ նախատեսված էր Սրբազանին տանելու համար։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Բայց Միքայել arczepiskopos-ը իր ոտքով Երևան եկավ։ Ես փաստաբանում եք հորին։ Շիրակի թեմի առաջնորդը առաջին բարձրաստիճան հոգևորականն է, որի դեմ դատավճիռ կայացրեց Հայաստանի դատարանը։ Սիրո եւ համերաշխության հեղափոխությամբ իշխանության եկածների օրոք։
2 տարով ազատազրկվեց Սրբազանը։ Սիքո Միքայել Սրբազանին չեն դադել, Սիքայի ժողովրդի դադե կերտը։ Դեռ դատարան չի հասել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գործը։ Մայրաթորի վրա հայտնի գրոհից 4 ամիս հետո Արագածոտնի թեմը շրջափակեցին իրավապահները։ Գրեթե 9 ժամ քննչական գործողություններից հետո քննիչները լքեցին Աշտարակի Սուրբ Մարիանե առաջնորդանիստ եկեղեցու տարածքը, տանելով արկղերով փաստաթղթեր ու համակարգիչներ։ Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մի քանի ժամ անհետացավ, հետո պարզվեց ձերբակալված է։ Նրա կալանավորման միջնորդության բավարարումից հետո Facebook-յան էջում զայրույթը թաքցնել չկարողացավ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանին ուժայինները բռնեցին մասկի շոուի բոլոր կանոններով, ասֆալտին փռելով։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի դեմ հարուցված գործը կապ ունի հանրային հեռուստաընկերության եթերում Հովաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարությունների հետ։ Նա ասել էր, թե իրեն ընդդիմության հավաքներին մասնակցել է հրահանգել վերադասը թեմի առաջնորդը։ Ինչ պետք է հարց։ Ավելի ուշ այդ գործին կցվեց նաև ապօրինի արված մի ձայնագրություն, որում Նաթան arczepiskopos Հովանիսյանը զրուցում է վեհափառի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանի, կարգալույզ լինելուց հետո Լևոն Երնջակյանի հետ։ Երնջակյանը պնդում է, թե կաթողիկոսն անձամբ է իրեն հրահանգել ընտանիքի հետ մասնակցել ընդդիմության ցույցերին։ Կաթողիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Քիչ-քիչ ասպարեզ եկան ներկա ու նախկին հոգևորականներ, որոնք ինչ-ինչ անձնական հարցերով նեղացած են սրբազաններից կամ հենց կաթողիկոսից։ Վիրավորված եք պատիժների հետ կապված։ Եթե անկեղծ այո, ոչ։ Ինչ պատիժներ են սահմանել։ Տարբեր։ Տեր Արամը կարգալույծ արվեց պատարագի ժամանակ կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները զեղչելու համար ու դարձավ Փաշինյանի սրտի քահանան։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Հենց Հովաննավանքից սկսեց իր գործունեությունը Նիկոլ Փաշինյանի անունով երթվող կրոնական թափառախումբը։ Բռնազավթված է Հովաննավանքը եւ ենթակա է վերասրբագործման, հայտարարեց Մայրաթորը Փաշինյանի կազմակերպած առաջին պատարագանման միջոցառումից հետո, որի ընթացքում պարտադիր ծեսը միայն Փաշինյանին բարձր ծափահարելն էր։ Տիրադավների հայտ եկան եպիսկոպոսած թևում, նրանց հստակ թիվը հաշվելը դժվար է, պլյուս-մինուս 10 եպիսկոպոսներից 8-ը կառավարությունում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Հենց այդպես Փաշինյանը իրեն բավականաչափ ամուր զգաց երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Սուրբ Յոթվերք եկեղեցին գրոհելու համար։ 200 տարվա մեջ առաջին անգամ Գյումրիի Յոթվերք եկեղեցու զանգերը պատարագի ժամանակ չխողանջեցին ու մարդկանց աղոթքի չկանչեցին։ Եկեղեցու հոգևոր սպասավորները շաբաթ երեկոյան ԱԱԾ-ի ներկայությամբ էին իրենց անուններով թղթով կապարակնքել դռները ու հեռացել։ Շիրակի թեմի ոչ մի եկեղեցական չհամաձայնեց Յոթվերքում պատարագ մատուցել, չհիշատակելով վեհափառ Հայրապետի անունը, ինչպես Փաշինյանի կամքն է։ Եկեղեցի չեն թողնա, ինչ իրավունք ունի, ինչ թողնալու։ Այդ օրը եկեղեցի մտան միայն տիրադավ հռչակված հոգևորականներ, ՔՊԱ-ականներ, պետական ծառայողներ, Փաշինյանի համակիրներ, ֆեյս կոնտրոլով։ Խորան բարձրացավ Ալմավիրի թեմից մի քահանա, Մկրտիչ Մուշադյան անունով։ Դեկտեմբերի կեսին նորից խանգարվեց Մայրաթորի անդորը։ Տիրադավ հռչակված եպիսկոպոսները մոտեցան վեհարանին, հայտարարեցին, որ պահանջում են կաթողիկոսի հեռացումը։ Հուդա ավանկարկումները խլացրին այդ հայտարարությունը, բայց նրանք խոստացան վերադառնալ միասնական աղոթքի առանց կաթողիկոսի։ Վեհարանի դռներին ոտքով հարվածելու, Սուրբ գերեզմանները ոտնակող անելու տեսարաններից սրտամկանի ինֆարկտ տարավ Տեր Վրդանեսը։ Նրանց տենտավորեցին, հիմա արդեն կյանքին վտանգ չի սպառնում։ Բայց կաթողիկոսին չդավաճանող բոլոր հոգևորականներին Փաշինյանի ընդդիմախոսների համոզմամբ սպառնում է հաշվեհարդարը։ Կոմպրոմատներ կան գրեթե բոլորի դեմ, իսկ եթե չկան, հնարավոր է գեներացնել, օրինակ արհեստական բանականությամբ։ Արշակ Սրբազանը վստահեցնում է, որ մոնտաժված են իր անունը արատավորող սկանդալային տեսանյութերը, որոնք անսպասելի հայտնվել են Telegram ալիքներում։ Օրինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելավոճի։
Ավելի ուշ Արշակ Սրբազանին կանչել են հարցաքննության, ԱԱԾ-ն բռնել է նրան քննչական կոմիտեից դուրս գալու պահին։ Ձերբակալումը առնչություն չունի տեսանյութերի հետ, նրան մեղադրում են ապօրինի թմրամիջոց իրացնելու համար։ Ժողովրդավարության թիկնոցով հիմա մենք ապրում ենք չեքիստական բոլշևիկյան երկրում։ Չեքիստական երկրին բնորոշ մի բան են անվանում Փաշինյանին դիմախոսները գործարար բարերարին զուտ եկեղեցուն աջակցող մի քանի բառի համար կալանքի տանելը։ Մենք էլ մեր ձևով ենք մասնակցել այդ ամեն ինչին։ 7 տողանոց այս հայտարարությունը գրգռեց Փաշինյանի երևակայությունը, ստիպելով բառապաշարի ամբողջ պերճանքն ու թշվառությունը շաղ տալ Facebook-ում։ Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարոկ բարեգործներն ինչու են ակտիվացել։ Ես քեզ կմիջամտեմ, Կարապետյանի կմասնակցեմ բառը այսպես շուտ տվեց Փաշինյանը եւ միջամտեց։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է։ Անաբազան նախապես ճանապարհից հեռացնելով ԱԱԾ տնօրենին։ Նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա։ Ճիշտ է ցանկացավ, որ կապ չփնտրենք իր կառավարման տարիներին ԱԱԾ տնօրենի պաշտոնում ամենաերկարը դիմացած Աբազյանի պաշտոնանկության ու Սամվել Կարապետյանի ձերբակալության միջև։ Չնայած Աբազյանը հեռացավ, մի քանի ժամ հետո մամուլի այն հրապարակումներից, թե հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը ու անձամբ ձեռնաշխտաներ հագցնել իր հետ անձնական կապ ունեցող Կարապետյանին։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Ժողովրդավարության բաստիոնում լինում է երբեմն այնպես, որ հենց այն պահին, երբ որևէ գործարար տրորում է վարչապետի ոտքը, պարզվում է, որ նրա բիզնեսում ստուգումներ են սկսվել ամիսներ առաջ եւ ինչ-որ զուգադիպությամբ խախտումներ են հայտնաբերվել հենց այդ պահին։ Եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով նախկին սեփականատերերի համար ընդհանրապես ծխածածկույթ է։ Նախ տուգանեցին, հեծին ու հայտնեցին այն պետականացնելու մտադրության մասին։ Ինչքան է ժողովրդավարություն, ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Հետո խուզարկեցին հեծ գլխամասային գրասենյակն ու Նարեկ Կարապետյանի տունը։ Երկու հատ գլխարկ, մի հատ նկարների գրիչ երեխեքի ու գումար 4 հատ iPhone-ի գումար։ Ռոմանոս Պետրոսյանին կարգեցին հեծի ժամանակավոր կառավարիչ։ Ես մտնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Նոյեմբերի կեսին հեծը զրկվեց լիցենզիայից ՀՑԿՀ-ի երրորդյան նիստից հետո։ Այդ ընթացքում կալանավայրից աջակիցներին մոբիլիզացրեց Սամվել Կարապետյանը, առաջին խոշոր ակցիաները արդեն հուլիսին կազմակերպվեցին։ Նա ստեղծեց շարժում, հայտարարելով, որ այն քարշակ պետք է դառնա քաղաքական ուժի համար։ Ասում եմ դա միանշանակ։ Տարեվերջին մեր ձևովը հայտնեց, որ 2026-ի սկզբին կասի քաղաքական ուժի անունը եւ կհայտնի, թե ով է գլխավորելու ցուցակը սպասվող ընտրություններում։ Պետք է ուժեղ ղեկավար։ Դեռ չստեղծված կուսակցության վարկանիշը խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ ընդհուպ մոտեցել է իշխող քաղաքացիական պայմանագրի վարկանիշին։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուժ։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։